Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ նժար սահմանադրական շարժման համահիմնադիրներից Արտաշես Իկոնոմովի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Իկոնոմով։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան։ Պարոն Իկոնոմով, նախընտրական այս փուլում նախ հայտարարեցիք, որ նժար սահմանադրական շարժմամբ եք վերածելու եք քաղաքական ուժի մասնակցելու ընտրություններին, ձեր վարչապետի թեկնածու ուժի վարչապետի թեկնածու ներկայացրեցիք Նինա Կարապետյանցին, բայց արդեն այս փուլում հայտնի դարձավ, որ դուք միացել եք բոլորին դեմ եմ քաղաքական միավորմանը եւ այլևս վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը չէ, սա ինչպես կմեկնաբանեք։ Նարեկ ջան, ուրեմն նայեք, իրականում այդ մեր ծրագիրը, որ մենք նախատեսում էինք, ինքը իր մեջ կիրառում էր այն կետերը, որոնք որ այսօր բոլորին դեմ եմ կա, այդ 3 կետերը, բայց մեր ավելի ծավալուն էր ծրագիրը։ Ու այդ ավելի ծավալուն ծրագրով ավելի դժվար էր միավորման մասին խոսալը, որտեղ մեր ի սկզբանե հենց մոտեցումը եղել էր նա, որ մենք կարողանանք ուժերին միավորենք եւ իրար հետ միասին միավորված մասնակցենք ընտրություններին, հա։ Քանի որ մենք հասկացանք, որ դա չի ստացվում այդ մեր մոդելով, հա, մենք ինչ որոշեցինք, մենք որոշեցինք, որ մի մասը մեզանից կմնա նժարով կշարունակի աշխատելը եւ արդեն մենք անցնենք նրան, որ ստեղծելու ենք կուսակցություն, բայց արդեն ընտրություններից հետո, այս ընտրություններով մենք միացանք փաստորեն մեր ընկերներին բոլորին դեմից, որտեղ մենք ունենք ներկայացուցիչներ, ովքեր թեկնածուներ են արդեն եւ մենք աջակցելու ենք ամեն կերպ բոլորին դեմ եմ կուսակցությանը, ես վստահ եմ, որ իրանք կհաղթահարեն այդ շեմը, հələ դեռ ավելին ասեմ, մեջս այդ տպավորությունը կա, քանի որ ես պատկերացնում եմ այդ տղաներին բոլորին ճանաչել եմ, հա, թե ինչ ձևի մարդիկ են այնտեղ համախմբված, ես վստահ եմ, որ շատ մեծ ակնկալիք կա, որ մեծ տոկոս կկարողանան հավաքեն, իրանք իրանց գործը անելու են եւ երբ որ իրանք կավարտեն, իսկ իրանք ինքնալուծարվող կուսակցություն են, իրանք չեն շարունակելու հետագայում 100 օրից ավել չեն շարունակելու։ Ես վստահ եմ, որ մեծ մասը այդ տղաների եւ աղջիկների այդ թմի կմիանան արդեն նժար կուսակցությանը եւ մենք կշարունակենք ավելի մեծ ծրագիրը իրականացնելու գործը։ Ես ճիշտ եմ հասկանում, եթե խմբակցություն դառնա ընտրություններից հետո, էլի լուծարվելու է։ Այո, միանշանակ հետագայում, եթե կրենել, հա, ասենք պատկերացնենք 51%-ը իրանք հավաքեցին, կամ ասենք կարող է ինչ որ տոկոս ունենան, որը որ որոշիչ կլինի, ասենք ձայների, հա, ում տալու, իրանց պայմանը մեկն է լինելու, որ իրանց վարչապետի թեկնածուն պետքա լինի, հա, որը որ ընտրվելու է, այսքան վաղ ընտրվելու է, բայց մի բան ասեմ, որ ընդեղի վարչապետի թեկնածուն քիչ մարդ կա, որ ուզում է լինի իրականում, քանի որ ընդեղ էլ պայման կա, ով որ կլինի վարչապետ եւ բոլորին դեմ կողմից, հա, ինքը 10 տարի պարտավորվել է էլ չմասնակցի քաղաքական ընտրություններում, որ հանգարցակի բան չլինի, էլի, քանի որ եղել է վարչապետ ու այդ լավ գործ է արել, ասենք դրա պատճառով, ասենք ինքը ավելի շատ շանս կունենա վերաընտրվելու, դրա համար ասենք որ ամեն ինչ արդար լինի, այդտենց պայման կա։ Եվ այդ ելնելով դրանից ձևավորել, ասենք թե իշխանություն կամ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություն եւ լուծարել, նպատակը ո՞րն է դրա։ Այք, հա, դուք խմբակցությունը անում ես, ինչի համար, մի հատ բան կա, չէ, ասենք, մենք ունենք մոտարապես, այսօրվա դրությամբ տարբեր թվեր են ասում, բայց մոտարապես, ասենք, առնվազն 30% մարդկանց, ովքեր որ պատրաստ չեն, հա, ոչ մեկին ընտրելու, ասենք, իրանց ուզած թեկնածուները չկան։ Հիմա գաղափարը հենց դրա մեջ էր, որ այդ մարդկանց էլ կարանաս ներկայացնես պարլամենտում, հա, ազգային ժողովում եւ իրանց ձայնը սարքես լսելի այն առումով, հենց որ նայեք, մենք կանք, բայց մենք չենք համաձայն չենք ձեր հետ։ Մենք ձեր դեմ ենք, քանի որ դուք պատրաստ չեք ընդունել այն ծրագիրը, որ մենք ենք ներկայացնում։ Իսկ իրանց ներկայացած ծրագիրը իրականում շատ հեշտ ծրագիր է, 3 կետանոց ծրագիր է, բայց որը որ թույլ կտա համակարգը քանդելու սկիզբը դնել։ Օրինակ նժարի ծրագիրը ինքը համակարգը փոփոխությանն է ենթարկելու։ Իսկ բոլորին դեմի ծրագիրը ինքը քանդելու ոնց որ սկիզբն է դնում, որ կարողանա ավելի ժողովրդավար մոտեցում ապահովի։ Ես ճիշտ եմ հասկանում, պարոն Իկոնոմով, եթե օրինակ բոլորին դեմ եմ 10 հոգանոց խմբակցություն ունեցավ,
մանդատները չեն վերցնելու եւ հրաժարվելու են, թե մանդատները վերցնելու են, բայց ամեկը արդեն իր ուզած ուղղությամբ է գնալու։ Չէ, նայեք, մանդատները ոնց է, էլի որ պատկերացնեք, ասենք այդ 10 հոգին վերցեցին մանդատները, այնտեղ արդեն սկսվելու է բանը, չէ, ասենք նայած ում մոտ ինչքան տոկոս է։ Այստեղ շատ տարբեր սցենարներ կա, ու ասենք եթե առաջի երկու կարևոր ուժերը կարիքը ունենան, հա, որ ինչ որ ուժ իրանց միանա, որ 51%-ից ավել լինի, հա, փաստորեն 50+1 ձայնը այդ պարագայում դու առաջարկում ես, իրանք տենց են պայմանը դրել, որ իրանք ասելու են, լինի Սամվել Կարապետյանը, թե Նիկոլ Փաշինյանը, ասենք, հա, իրանք կարիքը որ լինի, այդ 10 հոգու ձայնը կարևոր լինի, իրանք պայման են դրել, որ իրանք վարչապետի թեկնածուն պետք է լինի ու 100 օրից այդ փոփոխությունները արվելուց հետո նոր ընտրություններ լինի։ Հիմա ով որ կընդունի, փաստորեն, եթե Նիկոլ Փաշինյանն էլ ընդունի, իրանք ասելով, իրանք պատրաստ կլինեն դրան, որտեվ դառնում է իրանք վարչապետը 100 օրվա մեջ իրանք այդ փոփոխություններն են անում ու գնում են նոր ընտրությունների։ Բայց ես վստահ եմ, որ դա կլինի ոչ Նիկոլ Փաշինյանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու այդքան ձեն հավաքի, որ հենց կարիք ունենա ինչ որ կոալիցիայով անցնելու։ Իսկ Սամվել Կարապետյանը Ես հույս ունեմ, որ Սամվել Կարապետյանի մոտ կստացվի, բայց ես ձեզ ավելին ասեմ, հա, մենք հիմա նոր առաջարկ ենք արել Նժարի անունից, որը որ եթե նայեք, էլի շատ դժվար է իհարկե այդ սոցհարցումները անում են, բան են անում, բայց ինչպես ցույց է տալի պատմությունը 80%-ում սխալ է լինում մեր պարագայում, հա, Հայաստանի պարագայում այդ սոցհարցումները սխալ են դուրս գալիս եւ նայեք, հա, ռիսկի չի դիմելու համար օրինակ մենք առաջարկել ենք բոլոր ուժերին, այն ասենք երկրորդ նախագահի, երրորդ նախագահի, առաջին նախագահի Սամվել Կարապետյանին, ազգային ժողովրդավարական բևեռին, Պարույր Հայրիկյանին, բոլորին դեմ եմ, բանը Լուսավոր Հայաստան, բոլորին առաջարկել ենք մի հատ այսպես մոտեցում։ Ամենաճիշտը կլինի, որ 100%-անոց մենք կարողանանք փոփոխություններ անենք, երկու բան է պետք։ Պետք է նա բոլորի ամբիցիաները հիմա սարասի դրի մի կողմ, ոնց որ բոլորի վարչապետի տեխնացուները կան ու մնալու են, բայց մենք ժամանակավոր ոնց որ երկու փուլով գնանք, հա, այդ ընտրությունների։ Առաջին փուլով գնում ենք ինչ որ մի հատ անկախ վարչապետի տեխնացու, այդ դեպքում Նինա Կարապետյանցի տեխնացությունը ամենալավն է լինելու։ Իր տեխնացությունով գնում ենք բոլորս, հաղթում ենք միանշանակ մեծամասնությունը, հա, սահմանադրական այդ պարագայում կարելի հաստատ սահմանադրական մեծամասնությունը վերցնել։ Դրանից հետո պատրաստել այն փոփոխությունները սահմանադրության մեջ, որոնք որ թույլ կտան համակարգային այն հիմնական փոփոխությունները կատարել, հա, որտեղ իրականում ամենակարևորը համակարգային փոփոխությունն է։ Եթե մենք դա չենք անում, մենք միշտ ընկնում ենք ռիսկային զոնա։ Պարոն Կիրակոսյան, նայեք էլի, հիմա մեր բախտը կարա բերի Սամվել Կարապետյանը լավ մարդային եկավ, լավ բաներ արեց։ Վաղը մեկը ինքը պետք է գնա ուրիշը գա, չէ։ Հիմա որտե այն գարանտիաները, այդ երաշխիքը, որ մենք պետք է երկրորդ անգամ Նիկոլ չի գա կամ Նիկոլի եսը չի լինի։ Դրա համար այս սահմանադրության մեջ այդ փոփոխությունը ամենակարևոր հարցն է հիմա մեր մոտ Ես լինելու։ համար ընդունելի է, որ Սամվել Կարապետյանը գա դառնա Հայաստանի վարչապետ։ Բացի Նիկոլ Փաշինյանից իմ համար հեսրացությամբ բոլորն էլ ընդունելի են իրականում։ Եվ Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Դե նայեք, Ռոբերտ Քոչարյանը չի կարողանալու ամեն դեպքում մենք պետքա ճիշտ հասկանանք, էլ եկեք ճիշտ գնահատենք։ Հիմա այդ Նիկոլ Փաշինյանի ասած թեզերն ա որ բերելու են բան, ես հիմա մենք այդ առաջարկը որ արել ենք, Փաշինյանի թեզերը մի կողմ, ձեզ համար ընդունելի է, որ Քոչարյանը կրկին Հայաստանը ղեկավարի, Ծառուկյանի ուժը ղեկավարի կամ Ծառուկյանինը միանշանակ ոչ, եթե պատրաստ են այդ համակարգային փոփոխությունները անեն, նույն Ռոբերտ Քոչարյանը եթե պատրաստ են այդ համակարգային փոփոխությունները, երբ որ մի անձը թագավոր չի դառնում։ Ես ձեզ ասեմ, Նիկոլից 10 գլուխ ինքը ավելի ուժեղ ղեկավար է։ Հա, կան խնդիրներ, մենք հասկանում ենք, բայց ես վստահ եմ չի գնալու, այդ մարդը չի գնալու։ Հիմա այդ երևի ինչ որ պրինցիպից է, ինչից է հիմա մասնակցում է, բայց իրականում կան լավ ղեկավարներ կան, որ կարան լինեն, էլի իրականում Հայաստանում։ Մենակ այստեղ կարևորությունը մի բանն է, էլի եմ ասում, էլի ամենասխալ բանն է, որ մենք հույսը դնում ենք այս մեկի կամ այն մեկի անձերի վրա, այս անձերն են մեզ կերել, էլի այդ անձերի պատճառով մենք ընկել ենք այսօրը, ասենց քանդու քարab վիճակի մեջ։ Դրա համար մեր ասած այդ եկեք ինստիտուտները իրար հետ գնանք ընտրությունների մեկին ժամանակավոր ընտրենք, ժամանակավոր կոալիցիոն կառավարություն կազմենք, սաղս իրար հետ, հա, ժամանակավոր 6 ամիսա, 7 ամիսա փոփոխությունները անենք, այնպես փոփոխություն անենք, որ այդ ինստիտուտները կապված չլինի մարդկանցից, ով գա,
կա, ով չկա, ում որ կընտրի մեր ժողովուրդը, թող այն էլ լինի, հարց չկա, բայց արդեն չի կարողանալու թագավոր դառնալ։ Մեզ էս է պետք։ Մեզ պետք են այդ ինստիտուտները, էլիտայի ինստիտուտն է մեզ պետք որ աշխատի։ Մեզ ահագին բան կա համակարգային փոփոխություններ, որ մենք պարտավոր ենք անել, որ մեր պետությունը պնդանա, ուժեղանա։ Պարոն Նիկոնովով, ձեզ չի անհանգստացնում այն, որ Սամվել Կարապետյանը նախ Հայաստանի քաղաքացիություն չունի, ներողություն, Ոնց բացի չունի։ Հայաստանի քաղաքացիությունը ունի նաև Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիություն, կապիտալ ունի դրսում, մեծ մասը Ռուսաստանում եւ մտահոգություններ Հասկացա։ կան, որ Նայեք, էլի, Նարեկ ջան, ճնշել։ ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց եկեք մի հատ բան հասկանանք, հա։ Երևի դա ամենամեծ մեծ սխալն ա եղել, երբ որ մենք մեր սփյուռքին զրկել ենք հնարավորությունից մեր պետականաշինության մեջ մասնակցել։ Սա ինձ թվում է, այդ իմ անձնական կարծիքն է, դրա մասին երբ որ մենք գանք այդ համակարգային փոփոխությունները քննարկելու, անդե մենք մոտեցումներ ունենք, որ պետքա ժողովրդի հետ քննարկենք, հասկանանք, որտեղ իրականում հասկացեք, մենք 3 միլիոնս ենք ստեղ ապրում, 7 միլիոն մեր հայերը նվիրված Հայաստանը սիրող մարդիկ ապրում են դրսերը, գործեր ունեն, ընտանիքներ Բայց ունեն։ Հայաստանը Հիմա սիրող մարդը Հայաստանում կապրի, չէ՞։ մի րոպե ցավը տանը, դուք ախր պայմանները, դուք ձեզ թվում է բոլորի մոտ նույն պայմաններն ա, ոչ, մարդիկ կան, որ 1915 թվականից փախել են գնացել են Ամերիկա, ասենք թե Հայաստանը այդ գոյություն չեն ունեցել, sense ոնց որ այսօրվանն է, ու մնացել են ծնողներ կան, գերեզմաներ կան, բայց այդ մարդիկ պատրաստ են գան, ասենք մի 5 տարի, 10 տարի աշխատի Հայաստանում, չտեսնված մասնագետներ կան իրանց մեջ։ Դե թող գային Նիկոլ Փաշինյանի 10 գլուխ լավ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ապրեին, աշխատեին, ծաղկեցնեին։ Եղել է, շատ է եղել, խի չեն եկել են, էլի եկել են, բայց ախր օրենքները նենց հարած, որ այդ մարդիկ չեն կարանում հիմա օրենքով ոչ մի պետքա վերջի 5 տարին ստե ապրած լինի, ինչ լինի, ասենք մարդ կա, օրինակ ես, իմ ընկերներս, Ամերիկայում ընկերներն են, որոնք բիզնեսներ իրենց պետք էլ չի, որ իրանք պաշտոնյա անցնեն, իրանք sense տենց օգնում են, ինչ հնարավոր է, նույն Nvidia-ի հարցը, ասենք ընդ հայեր կան, որոնք վիցե-պրեզիդենտն ա եղել, բացի Ռևից Արման Թուրյան կա, որը որ Nvidia-ի վայս պրեզիդենտն է։ Այս մարդը ամեն ինչ արել, այդ Ջենսեն Հուենգն, որ բերի Հայաստան, որ այդ մարդը վստահ լինի, որ Հայաստանը այդ պոտենցիալը ունի, այդ IT-ների, հա, աշխատողների, որ ահագին աշխատանք արել տարիներ շարունակ, էլի, ասենք այդ մարդիկ մեծ օգուտներ տալիս են, բերում են, բայց ասենք այդ բիզնեսմեններ են, բայց կան մարդիկ, ովքեր իրականում ես վստահ եմ, որ կուզենային գային Ամերիկայից էլ, Ռուսաստանից էլ երևի թե էլի Խելոք են, խելացի են, հիմա լավ իմաստուն մարդիկ են, փորձ ունեցող մարդիկ են, մենք պետք է օգտագործենք դա։ Դուք ուզում եք վարչապետի տեխնացուին վերաբերող այդ ցենզը հանեք, հա, դա է ձեր ասածը։ Ես ճիշտ ասած դրա մասին չեմ, ինձ ավելի շատ հետաքրքրում է նայեք, էլի իրականում ինչ որ բարձր պաշտոններ, նայեք, էլի որ դուք ասում եք որ ուրիշ քաղաքացիություն, Նարեկ ջան, իրականում պատերազմը ցույց տվեց, հա, որ պետության մեջ շպիոնները ասենց լիքը լծված են։ Ամեն ինչ որ պետքա դուրսը ավելի շատ են իմանում, քան թե մենք ներսի ապրող մարդիկ։ Օրինակ նույն այդ բանը չէ, ասենք այդ ազգային ժողովում որ խումբը որ անցկացեց պատերազմի հա, քանի հանձնաժողովը, իրանք այդ բան արեցին, տարան արխիվ մսեցին, փակեցին գաղտնի բան։ Ես վստահ եմ, որ դրա ամեն ինչը մեզանից լավ ադրբեջանցի գիտեն, թուրքերը գիտեն, այդ մենակ հայ ժողովուրդը չգիտի։ Էս է սաղ խնդրեմը։ Մենք էլ ընկել ենք, շպիոններ կարող անեն, կարող է հայերը գան, ինչ որ շպիոնություն անեն։ Ախր դա չէ։ Պարոն Նիկոնովով, տեսեք, ամենայն հարգանքով յուրաքանչյուր հայի նկատմամբ աշխարհի տարբեր տեղերում ապրող։ Եթե ինքը պետք է օրինակ գա Հայաստանում այդ 7 միլիոնը գան եւ 3 միլիոնի փոխարեն ընտրություն կատարեն, մեկ շաբաթ մնան, հետո թողեն հետ գնան, Համաձայն եմ։ Եվ էլի այստեղ ապրողը պետք է հա իր ընտրության բանը քաշի։ Այդ դրա համար մենք մեխանիզմներ կա, որ մշակել ենք, Նարեկ ջան, օրինակ sense հասկացություն, սենատի պես հասկացություն, որտեղ որ կարան ընտրվեն տարբեր համայնքներից հայեր, որոնք ձայն են ունենալու, բայց իրանց ձայնը որոշիչ չի լինելու, խորհրդատվական ձայն է լինելու։ Իրանք պետք է խորհրդատան, իսկ ազգային ժողովում արդեն ներսից ընտրվածները մեր Հայաստանից վերջնական որոշումները պետք է ընդունեն։ Sense ճկուն մեխանիզմներ է պետք էլի իրականում, որ համագործակցությունը լինի Սփյուռքի հետ, այլ ոչ թե նենց ոնց որ Փաշինյանն ասում, ախր դուք Սփյուռքն եք, ռադ եղեք, մենք ձեր հետ գործ չունենք։ Մենք էս ենք, էս իրական Հայաստանում մեր մեջ փակվելու ենք, ասենց
այդ մոտեցումներն է, էլի կարևոր ճիշտ ձևի աշխատելն է Սփյուռքի հետ եւ ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք այդ ամեն ինչ անենք։ Եվ ձեր ուժը ինչ դիրքորոշում ունի ընտրակաշառքի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածվող տեսանյութերի հաղորդագրությունների վերաբերյալ։ Դատապարտում եք ընդհանրապես Մենք միանշանական դատապարտում ենք բոլոր ձևաչափը ընտրակաշառքի եւ այդ թվում այն ընտրակաշառքը, որ ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանը տալիս է աշխատավարձներ բարձրացնելով, թոշակներ ավելացնելով, դա էլ է ուղղակի կաշառք, քանի որ բյուջետի մեջ դեկտեմբերին դեռևս հələ հաստատված չեք հիշում ոնց է, ինչ են անելու 10,000 դրամը, մեկ է 4 ամիս հետո որոշեց, որ 10,000 դրամը պետք է շատ կարևոր է։ Ինչի համար, մենակ մի բանի պատճառով, որ կարողանա սրտները առնի, այդ իր սրտիկներով, այդ իր բաներով, որտեվ սա բան է, էլի, այդ հիբրիդային պատերազմը ինքն է հենց վարում մեր ժողովրդի դեմ իրականում, այլ ոչ թե Ռուսաստանը, Եվրոպան, բոլորն էլ ամեն մեկ իր հետաքրքրություններ ունի, բոլորը ուզեն այդ մութ ջրում, պղտոր ջրում ձուկ բռնեն, այդ է սաղի ուզածն է։ Մենք պետք է դրան բոլորին դիմակայենք։ Մենք պետք է ինքներս որոշենք ով առնելով մեր վարչապետը, ում հետ աշխատելու Ջեյ Დი Վենսը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը կամ Պուտինը, ում հետ պետք է աշխատենք, մենք ենք որոշել, մենք պետք է ապացուցենք դա։ Բայց դրա համար մի հատ շատ կարևոր բան կա, էլի, մենք պետք է աշխարհին ապացուցենք, որ մենք ունենք էլիտա։ Իրականում ունենք էլիտա եւ պետք է այդ էլիտան կարողանա համախմբի, մենակ համախմբվելով է կարելի։ Իրական դաշտում իրավիճակը Նարեկ ջան ահռելի է, հա, այդ պարակտումը, այդ իրար ատելիությունը, այս ամեն ինչը հատուկ է արվում, այս ամեն ինչ արդեն այս տարուց ավել է, այս մարդը գեներացնում է հասարակության մեջ, որ իր ուզածին հասնի։ Բայց մենք պետք է հակառակ անենք, մեր ժողովուրդը, մեր ազգը արժանի է, էլի, մարդավարի ապրելու հանգիստ իրավիճակում, նորմալ ընտրություններ անցնել, ոչ թե այսպես գզրտոցներ, բաներ, էլի, դա Եվ դուք որ Սամվել Կարապետյանին ցանկանում եք տեսնել Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Ես վարչապետ ցանկանում եմ տեսնել Լինա Կարապետյանցին, ելեք դրանից սկսենք։ Չէ, բայց ասեցիք լավ կլինի, եթե Դե ես դեմ չեմ լինի, որտեվ առաջի ուժը, որը ամենաուժեղը, սա հասկանում ենք, ինչ սուտ ասենք, չէ, գիտեք ոնց, հիմա մեր բոլորին դեմը առաջի տեղը գրա, կար շանս կա, որ բոլորին դեմը առաջի տեղը գրա, անհնար չի, բայց ահռելի քիչ է այդ շանսը, պետք է ճիշտ խոսալ։ Ընդունելի է, որ Սամվել Կարապետյանը անձամբ Վլադիմիր Պուտինի, այսպես հովանավորությունն է վայելում։ Նայեք, հա, հիմա Սամվել Կարապետյանը Վլադիմիր Պուտինի հովանավորությունն է վայելում, կարող է Տրամպինն էլ է վայելում, մենք չգիտենք ոնց է, ինչ է։ Հիմա ինչ ասես կարող է լինի։ Հիմա ես ուրիշ բան ասեմ։ Եթե իրականում մեր ղեկավարը, ով ուզում է լինի, լավ հարաբերություններ ունենա գերտերությունների ղեկավարների հետ, դա ոչ մի բանով վատ չի իրականում։ Սա վատ բան չի։ Հակառակ մենք պետքա ձգտենք դրան, որ ասենք Չինաստանը, Հնդկաստանը, Ամերիկայը, Ռուսաստանը այդ գերտերությունները մեր հետ նորմալ հարաբերությունների մեջ լինեն։ Մենք դրան պետքա ձգտենք։ Պարոն Նիկոնոմով, իշխանության նախընտրական ծրագրին ծանոթ եք, էական փոփոխություններ կան։ Արցախի մասը ընդհանրապես օրինակ 21-ի հետ, երբ որ համեմատում ենք, հանած է։ Անվտանգությունը, եթե 21-ին ասում էին, որ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ են պատկերացնում, հիմա ինքնիշխանության եւ միջազգային իրավունքի հանգամանքով են պայմանավորում եւ ասում են, որ բանակը պետք է լինի պահուստային, այսպես ասած, գործիքակազմ եւ վերջին պահին պետք է օգտագործվի։ Դուք ինչպես եք այս փոփոխությունները 5 տարվա ընթացքում Բացի դրանից իրանք հլմատել են այնտեղ ուղակի իրանց ծրագրի մեջ կա, որ եկեղեցու դեմ պայքարը փաստորեն շարունակել հետել են նշել, դա ինչ որ անհետեցություն է իրականում, բայց դա այս մարդկանց մոտ ամեն ինչ հնարավոր է դառնում փաստորեն։ Ինչ ասեմ, Նարեկ ջան, մեր ժողովուրդը ընդհանրապես գիտի, որ 21 թվականին այս մարդիկ ինչ որ ասեցին, իրանք արեցին 180 աստիճան հակառակը, հա։ Հիմա դրա համար իրանց գրածները, այդ բաները սա սուտ թղթեր է դուրս գալի, սուտը սուտի հետևից ամեն օր խոսալով քննարկելը ինձ թվում է անիմաստ է, էլի, այդ միակ բանն մենք գիտենք, որ լավ բան չի սպասում իրանցից, բացի դրանից, մի հատ նայեք ինչ հետաքրքիր բան է, հա, անցած տարի այս ժամանակներն են մոտարել, ապրիլ ամիսներ, եթե չեմ սխալվում, իրանք որոշեցին, որ սահմանադրությունը պետք է փոխվի, չէ։ Հանձնաժողով ստեղծեցին, բան արեցին, մարտին այդ Սրփուի Գալյանը ասեց, որ պատրաստ է սահմանադրությունը։ Եղբայր, եթե պատրաստան ատխի չեք ուզում ժողովրդին սուստակետին չեք ուզում, ընդ դուք փոխեք, որ վախում եք ընտրություններից առաջ սուստակետին չեք ուզում փոխեք։ Այս մարդկանցով լինի, այս մարդիկ էլ եմ ասում, ամեն ինչ անում են ի վնաս Հայաստանի,
Այդ ամեն ինչը, ամեն քայլը, հա, այն որ վաղը պարտադրելու են ասել են, եթե 300,000 ադրբեջանցի չկա պատերազմա լինելու, սահմանադրությունը չփոխեք պատերազմա լինելու, այտենց ձևով քո ժողովրդին վերաբերվելը, սա ինչ ասեմ, դա անբարոյականություն է, էլի իրականում։ Ըստ ձեզ ինչ է փոխում, որ չեն ուզում ժողովրդին ցույց տալ։ Դե ես ինչ ասեմ, եթե տեղյակ չեն ասում ինչ են փոխում։ Եթե ինչ-որ նորմալ բաներներ չեն, նորմալ չի ժողովրդին ներկայացնել, հանձնաժողովը եթե ավարտել է իր գործը, քո նախագահը ասում է, որ պատրաստ է, ու 2.5 ամսա կներեք, դրանից հետո չի ներկայացում հանրությանը։ Ինչի չի ներկայացում, որտեղ գիտեմ, որ ընտրություններից առաջ կարող է շատ վատ ինչ-որ բան, ուրեմն ինչ-որ մի վատ բան ընդ գրել են։ Լավ, պարոն Նիկոնովով, իրենք 21-ին ասում էին Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիա, լղիմի սահմանագծով, հիմա Շին հետ կբերենք էլ դուք ինչ եք առաջարկում։ Նայեք ջան, ես ձեզ մի բան ասեմ, իրականում ես որպես Արտաշեսս, հա, որպես անձ կարամ մի հատ բան ասեմ, որ ես չեմ գտնում, որ մոտակա վաղտերը ինչ որ Արցախի մասին խոսալ վերադարձնել, դա այդ ինչ որ ծիծաղալու բան է դառնում, որովհետև իրականում միակ բանը կարելի անել, պետք է արցախցիների իրավունքները պաշտպանել միջազգային կազմակերպությունների միջոցով, այդ աշխատանքը պետք է արվի։ Բայց նժարը ընդհանրապես չի անդրադառնում այդ հարցին ինչի համար, հա, որովհետև գիտեք ոնց, սա ավելի քաղաքական հարց է։ Նժարի դրած ծրագիրը ինքը այդ քաղաքականությունը թողում է, որ կոալիցիան որոշի։ Իրար հետ պետք է բոլոր ուժերը իրանց տեսակետները ասեն, տենալ ռեալիզմը որն է, այն ռեալ պոլիտիկ ասածը, դրանից ելնելով։ Որտեվ եթե մենք երազներով, հա, հուզմունքներով փորձենք բանալ լուծել այդ հարցը, դա սխալ է լինելու։ Պետք է ելնել այն ռեալիզմից, ռացիոնալիզմից ու հասկանալ ինչ ձև ենք մենք շարժվելու առաջ։ Չէ, բայց նժարի դիրքորոշումը ո՞րն է, Արցախը պետք է ազատագրել, թե ոչ։ Արցախը ազատագրել Այո։ անհնար է ես գտնում։ Նիկոլ Անհնար է Փաշինյանն ազատագրել։ է գտնում, որ անհնար է, հիմա Նայեք, տարբերություն։ ես էլ եմ ասում, ես ռեալ պոլիտիկան հասկանում եմ, ես աշխարհակաղակական իրավիճակն եմ հասկանում, ես հետևում եմ լավ, ես լավ կարողանում եմ, ասենք, վերլուծեմ դա։ Եթե հիշում եք ձեր ծրագրի ժամանակ, որ ես ասեցի 6 ամսվա մեջ պատերազմ արնել Պարսկաստանում, ոչ մեկ դրա մասին չէր խոսում, բայց ես ասում եմ, դες հասկանում ենք ինչ է կարելի անել, ինչ չէ։ Եթե գիտես, որ անհնար է խիղապես մարդկանց, ասես չէ, կարանք բերենք, չենք կարող մենք հիմա Արցախը հետ բերենք։ Կարող է 100 տարի անց, ասենք, մեր ծորները երեխեքը անենց Ադրբեջանը քանդվի, կամ Թուրքիան քանդվի, միլիոն ձևեր կա, բայց այսօրվա դրությամբ այնպես բանի մասին սխալել է մտածելը, որովհետև դու քո էներգիան ծախսելու ես մի հատ բանի վրա, որը որ անհնար է այս րոպեին անել։ Ավելի լավ այդ էներգիան դու ծախսես ավելի կառուցողական ներքին հարցերի վրա, որը որ ավելի շատ օգուտ կտա։ Դու կարողանաս այս քո փոքր Հայաստանով մի փոքր մասով դառնաս այնպես պետություն, որին էռնեկ են տալու Սինգապուրի պես կամ Լյուքսեմբուրգի պես պետություն սարքես։ Ինչպես է Հայաստանը Սինգապուր դարձնելու։ Միանշանակ դա հեշտ է դարձնել, որտեղ մեր պոտենցիալը շատ ուժեղ է, մեր երիտասարդությունը չտեսնված երիտասարդություն է, չտեսնված հնարավորություններ ունենք IT-ում։ Այդ ծրագիրը մենք ունենք, այդ թվանշային ծրագիրն է, որին հետագայում ժողովրդին ներկայացնելու ենք, որ ժողովուրդն էլ պատկերացնի ոնց է կարելի շատ արագ տեմպերով հնան բարձրացնել, արագ տեմպերով ճիշտ օրենքները, երբ որ աշխատում են, Նարեկ ջան, երբ որ պետությունը օրենքի դաշտում է, ներդնողները ավտոմատ արագ ավելի շուտ, ավելի շատ փող են բերում ներդնում։ Օրենքները եթե ճիշտ ձևի եղավ քո բանը tax politic ոնց էր լավ վերջը ճիշտ եթե այդ բանն ես անում, հա, այդ նալոգովի ասած այս մոտեցումներն է, ճիշտ եղավ շատ հեշտ է անել, էլի մենք փոքր պետություն ենք ու սրա մեջ է մեր ուժը։ Լյուստրացիա իրականացնելու եք։ Լյուստրացիա ես վստահ եմ, որ պետք է իրականացնել, բայց ոչ թե համընդհանուր լյուստրացիա, այլ այն պաշտոնյաների հասցեին, ովքեր կառույցները կներեք, կառույցները այո, եւ այն բարձր պաշտոն զբաղեցնողների համար է լինելու մեկ էլ լյուստրացիան, որտեղ ընդհանուր այն լյուստրացիան եթե անես ժողովրդին իրար թշնամի ենք սարքելու, sense
Դրա համար պետք է ճիշտ ձևի վերաբերվել, բայց պետք է լուստրացիան։ Ընտրովի է լինելու։ Նույն ընտրովի չի, պաշտոններ հրապարակվելու, որ այսենց գործերին, այսենց հիմնարկները, այստեղ լինելու է լուստրացիաներ։ 102-րդ ռազմաբազայի հետ կապված ինչ դիրքորոշում ունեք, պետք է շարունակի այն մնալ Հայաստանում, թե ոչ։ Դա մեզանից չի կախված, ես նայեք, հա, հիմա որպես նժար չասեմ, էլ եմ ասում, որտեղ քանի որ նժարը իհարկե էլ եմ ասում, դա այնց հարցերը թողելա կոալիցիայի որոշման համար, որ կոալիցիան Բայց որոշի։ պետք է որպես ուժ դիրքորոշում ունենաք, նժարի դիրքորոշումը։ Ես էլ եմ ասում, նժարի դիրքորոշումը մենք օրինակ սկզբից կողմ էինք, ոչ թե 102 բազան հանեն, որ անհնար այսօր հանել, եթե Ռուսաստանը չուզենա հանի։ Մենք չենք կարանալու հանենք, եթե Ռուսաստանը չուզենա։ Բայց մենք ասում ենք հապկից է պետք դուրս գալ։ Բայց նայեք հիմա ինչ եղավ, աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունեցան հենց դեկտեմբերին, եւ որ Ամերիկան ընդունեց իր ազգային անվտանգության այդ ծրագիրը, այնտեղ կոնկրետ նշված է, որ Ռուսաստանը թշնամի չի Ամերիկային, իսկ իրանց քայլերը դրանից հետո Եվրոպայի հանդեպ սկսեցին անենցնել, որ ՆԱՏՕ-ից դուրս են գալի, Եվրոպան կազմաքանդվում է, ֆինանսական օգնություն չեն տալի, ասում են դուք գնացեք ձեր ճանապարհով, մենք То есть ելնելով սրանից դու չես կարող այսօր ես սենց եմ ուզում 102-րդ բազան կհանեմ ախպեր վաղը լտնակ ինչ անում դրա համար այն մոտեցումը որ նժարն առաջարկում ամենա տրամաբանականն է մենք ասում ենք եկեք 6-7 ամիս մենք աշխատենք մեր ներքի փոփոխությունների վրա այդ ժամանակում աշխարհում լիքը բան է փոփոխվելու մենք նոր կկարողանանք ավելի հստակ վստահ մեր արտաքին քաղաքականությունը ներկայացնենք ամեն դեպքում մենք պետք է փորձենք այդ երկուսին հաստատ Ամերիկա ու Ռուսաստանի արանքը մենք դառնանք կամուրջ սա ամենակարևոր մոտեցումը կլինի Եվրոպայի հետ բարդ է լինելու որովհետև Եվրոպան ուղղակի Ռուսաստանի հետ այսօր թշնամիներ են ուղղակի են ասում իրար որ թշնամի են հիմա մենք չենք կարող դառնանք կամ սրա մաս կամ նրա մաս որ Եմը գնալ պետք չի հա Եմը գնալ այսինքն պետք չի Դե այսօրվա դրությամբ պետք չի, հենց այսօրվա դրությամբ, բայց կարող է մի տարի հետո պետք լինի։ Էլի եմ ասում, տենց ծայրահեղական մոտեցումներ, կարմիր գիծ, գնամ ընդ, չեմ գնա ընդ, դա քաղաքականություն չի արդեն։ Հակառակ, քաղաքականությունը հենց այնա, որ դու կարողանաս ամենաճկուն ձևի, ամենալավագույն մոտեցումը քո պետության համար ձևավորես։ Այլ ոչ թե էմոցիոնալ ինչ-որ բան ձևավորես։ Տեսեք, ժողովուրդը հասարակությունը մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ակնկալիք ունի եւ մեծ հույսեր էին կապում Նիկոլ Փաշինյանի հետ, նրա իշխանության հետ, որ պետք է այդ 20 տարիների ընթացքում ինչ արել են անկախությունից ի վեր Հայաստանում ինչ հեղափոխությունը, պատասխան տան, դատապարտվեն, ապօրինի ունեցվածքը հետ վերցվի։ Հիմա այս իշխանությունը ինչ որ ամեն ինչ ճիշտ եք ասում, բոլորս ենք դրանով բայց ես ուզեի հարցը վերջացնել։ Հա, գնալեք։ Հիմա իշխանությունը ինչ որ բաներ անում է, դա ժողովրդին չի բավարարում։ Այն մարդիկ, որոնց հետ դուք պատրաստվում եք համագործակցել, նրանք ուղիղ այդ գործերով, դատական գործերով անցնող շահարկներ կներեք, եւ եթե այսպիսի դատավորը եւ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք տեղի ունեցող դատավարությունները չլինեն, այլ արդար եւ անկախ դատավարություններ լինեն, դուք ըստ էության համագործակցելու եք բանտարկյալների հետ։ Մի րոպե, Նարեկ ջան, եկեք մի հատ բան հասկանանք, հա, այս 8 տարի է, այս Նիկոլ Փաշինյանը այդ է խոսում։ Նրանց պետք է նստացնենք, բան, արդեն 8 անգամ նստել դուրս էին եկել դրանք, եթե ձեր դիրքորոշումը, ձեր Մի րոպե, այն դիրքորոշումը հասկանալու համար դուք պետք է հասկանաք ինչ ա եղել, Նարեկ ջան։ Այս մարդիկ 8 տարի մեզ խաբեցին, ոչ մեկին ոչ նստացրեցին, ոչ բան։ Հələ էլ ավելին, հակառակը, իրանք ավելի վատ բաներ սկսեցին անել, իրանք սկսեցին կոռուպցիայի մեջ թաթախվել, իրանք սկսեց Արցախը տվեցին, այդքան երեխա սպանեցին ու ուղիղ էլ ասում է ամբիոնից մարդը ասում է լավ եմ արել որ տենց եմ արել բայց եթե տենց չանենք մենք Ռուսաստանի եսիմինչից չէինք փոխվի սենց չէինք անի հիմա նայեք այս մարդը ամեն օր սահմանադրություն ա ոտնա հարում ամեն օր օրենք ա խախտում ամեն օր բան անում հիմա մենք դուք առաջարկում եք եկեք սկսենք բանից Պապ Թագավորի ժամանակվանից սկսենք սաղին դատելը մենք ասում ենք ուրիշ բան անկախությունից ի վեր կներեք Պապ Թագավորը իսկ մենք ասում ենք ուրիշ բան եկեք 2018 թվականից ոչ թե մինչև այս սրանք ծածկադապոց են արել սա գործերը չգիտեմ ինչ փողեր են առել ումից ինչ են արել անհնար ա լինելու բացել արդարադատություն այն ինչ ունենք հիմա դուք դա եք առաջարկում ոչ մենք առաջարկում ենք 2018-ից այս կողմում
ով ինչ որ արելա դրանց բանալ։ Եթե դու այդպես 30 տարեկան մուշկն ու միտքդ մենակ վրեժ խնդրությունն է, քո ազգդ ապագա չունենալու։ Մենք պետք է ապագայի մասին մտածենք։ Մենք պետք է կարողանանք ապագայի տեսլականը ցույց տանք, այլ ոչ թե գնանք սաղորը այն հետ տենանք այն մեկը ինչ արեց, այն մեկը ինչ արեց։ Ինչ որ մի մոմենտ պետք է մենք կարմիր գիծը քաշենք ու դրանից հետո այդ գիծը Ինչ չեմ ասում Նիկոլ Փաշինյանից հետո պետքա ստուգենք սաղ, որովհետև ոչ Ռոբերտ Քոչարյանի հետ, ոչ Սերժյանի հետ այս ժողովուրդը ոչ մի իղձեր ու նպատակներ չի ունեցել։ Բոլորն էլ լավ գիտեն, որ ընտրությունները ոնց են անցել իրանց չեն ընտրել ժողովուրդը։ Իսկ սրանք մենք ենք ընտրել, սա խաբեց մեզ, մեր երազանքները խաբեց։ Դրա համար սա պետք է առաջինը պատասխան տա։ Ու մենք սկսենք իրար հետ բոլորս։ Եթե մենք այդ ներդաշնակության չբերենք մեր հասարակությանը, մենք պարտվելու ենք ամեն պատերազմ։ Ու կապ չունի դա պատերազմ կլինի ռազմական, թե պատերազմ կլինի տեխնոլոգիական։ Այսօր մենք պետքա տեխնոլոգիական պատերազմում հաղթենք։ Էս է մեր կարևորությունը լինելու։ Ու այդ պետք է արանք իրար հետ անենք։ Կներեք, ես չհասկացա ինչն է խանգարում, որ եւ ասենք օրինակ Նիկոլ Փաշինյանն իր թիմով իր արածների համար պատասխան տա եւ Սերժ Սարգսյանը, եւ Քոչարյանը, եւ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչն է խանգարում, որ միայն 18-ից Բավական թող պատասխան տան, ես դեմ չեմ, ելի եմ ձեզ ասում, եթե կարելի է քննել արդարադատությունը, որոնի թող լինի, բայց ես վստահ եմ, որ դա չի լինելու, որտեղ այդ գործերը 8 տարի այս մարդիկ տանում են այս գործերը, ոչ մեկ մի լավ չեն տանում, գուցե իրանք լավ չեն տանում։ Դե ասում բան էլի, царь хороший, бояре плохие այդ վարիանտային, շատ վատ քննիչներ են։ Դե եկեք գտնենք, հետո երբ որ մի 20 տարի հետո լավ քննիչներ կգտնենք, այդ վաղ կարողանանք երևի թե բացահայտենք այդ։ Տենց անում, չէ։ Սիստեմն է փդած, սիստեմը պետք է փոխենք։ Էս է ամենակարևորը, Նարեկ ջան, դրա համար ենք ասում, եթե սիստեմը փոխվեց, եթե օրենքը սկսեց աշխատել, ամեն ինչ իր տեղն է կանգնելու։ Իսկ սենց ասենք, հա, գնանք հիմա Ռոբերտ Քոչարյանին հետ, նա գնացին, մեկ բան արեցին, այդ սահմանադրական դատարանը ասեց անձեռնմխելիությունը կա։ Հələ մենք ավելին ասենք, ես քեզ ավելին ասեմ, Նարեկ ջան, մենք առաջարկում ենք այդ պետխորհրդի բանով առաջի 3 նախագահան, որ անձեռնմխելի լինեն Ինչի համար բոլոր գործերը պետք է բացահայտվեն, բայց իրանք անձեռնմխելի լինեն։ Այս մարդիկ թող հանգիստ իրանք աչը քաշեն, մենք թողենք մեր պետությունը մենք կառուցենք մեր ապագան ճիշտ ձևի որակով պետություն սարքենք։ Իսկ եթե ընկնելու ենք այս կռվերի մեջ, իրանք պատասխանելու են, իրանք փորձելու են խանգարեն, ախպեր թող անեցա պետք է անել որ չխանգարեն։ Նիկոլը մեր իղձերը տապալեց, մեր երազանքները տապալեց, թող պատասխան տա։ Մենք նրանց հետ ոչ մի իղձ, ոչ մի երազանք չենք կապել։ Հասկացա։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես եմ ձեզ շնորհակալ, պարոն Գերագույն։